Խոշոր հրդեհ Բանգկոկի փաբերից մեկում զոհերի թիվը հասել է 27-ի, կան տասնյակ տուժածներ։ Պերուում արդեն 468 երեխայի անվանակոչում են նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի պատվին։ Խոշոր հրդեհ Ֆրանսիայի Ֆոնտենբլո անտառում Փարիզից հարավ գտնվող Ավեց մայրուղին փակվել է։ Սոթեբայիս աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը։ Նախնական գնահատականներով արժեքը $30 միլիոն է։ Գիտնականները բացահայտել են, որ էկզոմոլորակը միլիարդավոր տարիներ շարունակել է ապրել իր արևանման աստղի մահից հետո։ Չկալովկա բնակավայրի մոտ վթարի հետևանքով զոհվել է 7 ամսական երեխա, տուժել է 6 քաղաքացի։ Apple-ը հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ, մեղադրելով առևտրային գաղտնիքների և ներքին տեղեկատվության ապօրինի յուրացման մեջ։ Հունիսի վերջին Արևմտյան Եվրոպայում գրանցված աննախադեպ շոկի հետևանքով ավելի քան 10,000 մարդ է մահացել։ Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր։ 78 տարեկան հասակում մահացել է նորզելանդացի հայտնի դերասան Սեմ Նիլը։ Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը։